Եվրոպայում կարող են տեղի ունենալ արմատական քաղաքական փոփոխություններ, որոնք կարող են միջուկային զենքը հասցնել Միացյալ Նահանգների վնաս հասցնելու ունակ մարդկանց ձեռքը։ Իունի հրդին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Եթե նրանք տրվեն կործանարար բարոյական գաղափարներին, միջուկային զենքը կարող է ընկնել այն մարդկանց ձեռքը, ովքեր իսկապես ունակ են շատ լուրջ վնաս հասցնել Միացյալ Նահանգներին, ասել է Վենսը։ Նա մանրամասնել է, որ նկատի ունի այն քաղաքական գործիչներին, որոնք իսլամիստական հայացքներ ունեն։ Փոխնախագահը նշել է, որ նման սցենարը քիչ հավանական է, որ իրականանա առաջիկա 5 տարիների ընթացքում, սակայն չի բացառել դրա հնարավորությունը 15 տարվա ընթացքում։ Իսրայելի իշխանությունները հաստատել են Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրերի շինարարությունը։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը։ Վերջին տարիներին նոր բնակավայրերի ընդհանուր թիվը հասնում է 69-ի։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի խոսքով սա ռեկորդային ցուցանիշ է։ Թերթը նշում է, որ Իսրայելի ներկայիս կառավարության օրոք Արևմտյան ափում հրեական բնակավայրերի թիվն աճել է գրեթե 50%-ով։ 2022 թվականին այնտեղ կար 141 բնակավայր։ Նոր իշխանության հաստատմամբ այս թիվը հասել է 210-ի։ ԱՄՆ-ն կարող է վերացնել այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք չեն կարող արտադրվել երկրի ներսում։ Այս մասին CBS հեռուստաալիքին ասել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի նախագահ Քևին Հասեթը։ Կա հետաքրքրություն բացառություն անելու այն ապրանքների համար, որոնք իրականում նախատեսված չեն Միացյալ Նահանգներում արտադրության համար, օրինակ կլիմայի կամ նմանատիպ գործոնների պատճառով, ասել է խորհրդի նախագահը։ Հասեթը հավելել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ղեկավարում է այս հարցի ուսումնասիրությունը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղադիտության լաբորատորիայի տվյալներով երկուշաբթի դեկտեմբերի 22-ին երկրի վրա կարող է տեղի ունենալ G1 մագնիտուդով թույլ մագնիսական փոթորիկ։ Պատճառը արեգակի վրա դիտարկված պսակաձև անցքն է, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած արեգակնային բռնկումների ակտիվությունը, երբ տեղի ունեցավ 9 բռնկում, այդ թվում մեկը M10-ի։ Ավելի վաղ ՏՀԻ-ն հայտնել էր, որ 2025 թվականին նոր տարվան նախորդող շաբաթվա գեոմագնիսական պայմանները կլինեն համեմատաբար հանգիստ, սակայն նոր տարուց առաջ սպասվում է արեգակնային ակտիվության հզոր ալիքների շարք։ Եվրոպական երկրները պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գերմանական Bild թերթին տրված հարցազրույցում։ Ռյուտեի խոսքով դաշինքի մի քանի անդամ երկրներ հայտնել են դա անելու իրենց պատրաստակամությունը։ Կարող եմ ասել, որ մի քանի եվրոպական երկրներ հայտնել են անհրաժեշտության դեպքում զորքեր տրամադրելու իրենց պատրաստակամությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա։ Կարելի է որոշ ժամանակ անց հետազոտություն իրականացնել համեմատական տանելու համար նախկինի հետ։ Այս մասին այսօր դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հանրակրթության վարչությանը տրվել էր հանձնարարական Տիգրան Ավինյանի կողմից Երևանի հանրակրթական դպրոցներում արգելել դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը։ Ըստ հանրակրթության վարչության աշխատակցի բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումը ընդունվել է։ Նախորդ շաբաթ 6 դպրոցներ պատահական այցեր կատարելու ընթացքում պարզ է դարձել, որ ակնկալելի սցենարը կատարված է։ Հայաստանում 2026 թվականի խաղաղության խաչմերուկ խորագրով ներդրումային գագաթնաժողով կանցկացվի։ Այս մասին Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ալլա Ֆարուկի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պապոյանը Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցել այդ ներդրումային գագաթնաժողովին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Եգիպտոսում է։ Այսօր դեկտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այսօրվա նիստում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները մեղադրող կողմի հայտարարություններին։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Այս մասին գրում է Էրմենի Հաբերը հողում անելով թուրքական Եսիլիկ դիրին։
Հրապարակման համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը, որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմաններում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար Մարգարայի կամրջով, իսկ հետագայում նաև ուղևորափոխադրումների համար։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, այն միացնելով Քարաքոլոնիու շրջանի Խաչմերուկին եւ Զանգեզուրի ճանապարհին, ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ եւ բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Ադրբեջանից ներկրված բենզինին անդրադարձել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահեդ Ավցյանը, ներկայացնում ենք նրա դիտարկումները։ Օրեր առաջ Հայաստան է ներմուծվել Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբականակը, ընդ որում հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ AN95 տեսակի բենզին։ Ադրբեջանում այս տեսակի բենզինը սկսվել է արտադրվել վերջերս 2024 թվականի երկրորդ կեսին։ Դրա իրացումը ներքին շուկայում ապահովելու համար կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանել է ավելի ցածր գին ներկրվող բենզինի հանդեպ մրցունակություն ապահովելու համար։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքվի նավթավերամշակման գործարանն արտադրեց 45.02%-ով ավելի քիչ քանակությամբ AN95 նախապատվությունը տալով ավելի ցածր օրակ AN92-ին։ Ու ամենակարևորը Ադրբեջանի 2026 թվականի պետական բյուջեում չի ներառվել AN95-ի արտադրությունը։ Արտադրական process-ը թանկ է, շուկայում դրա իրացումը պետական հատուկ կարգավորմամբ ևս։ Փաստենք, որ Ադրբեջանը հանդիսանում է բենզինի ներկրող, ինչը հատկապես վերաբերում է AN95-ին, որի 85-ից 90%-ը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից ու ԱՄԷ-ից։ Այսպիսով մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին Վրաստանի տարածքով։ Նույն այն բենզինը, որը սև ծովով կամ վերին լարձով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով ներմուծվում է Հայաստան։ Ահա այսպիսի տնտեսական կապեր, նշել է Վահեդ Ավցյանը։ Երևանում այս տարվա օգոստոսից ավելի քան 1470 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու համար։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողության արդյունքում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կայացվել է 1473 տուգանքի որոշում, որից 1107 առանց տոմսի երթևեկելու, 99 այլ անձի արտոնությունից օգտվելու, իսկ 267-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար, ասել է Բաբայանը։ Երևանի հանրային տրանսպորտում ուղևորցը չվճարելու տուգանքը 15000 դրամ է։ Գերմանիայում 2025 թվականին գրանցվել է ավելի քան 1000 անհայտ անօդաչու թռչող սարք, որոնք ամենից հաճախ նկատվել են ռազմական օբյեկտների, օդանավակայանների, պաշտպանական գործարանների եւ նավահանգիստների մոտակայքում, ըստ Դաշնային քրեական գրասենյակի ղեկավար Հոլգեր Մյունխի։ Այս տարի արդեն հաղորդվել է ավելի քան 1000 կասկածելի անօդաչու թռչող սարքերի մասին։ Ամենից հաճախ դրանք ազդում են ռազմական օբյեկտների, օդանավակայանների եւ այլ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների, ինչպիսիք են պաշտպանական գործարանները կամ նավահանգիստները, ասել է Մյունխը Բիլդին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Գերմանիայի երկնքում նկատվել են ոչ միայն առանձին անօդաչու թռչող սարքեր, այլ այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի խմբեր, այսինքն համակարգված թռիչքներ իրականացնող անօդաչու թռչող սարքերի խմբեր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նոր ավիակրի կառուցման նախագծի վերջնական հաստատման մասին, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի Շարլ դը Գոլի Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ նմանատիպ նավին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաբազայում ֆրանսիացի զինծառայողների առջև ունեցած ելույթի ժամանակ։ Գիշատիչների դարաշրջանում մենք պետք է ուժեղ լինենք, հատկապես ուժեղ լինենք ծովում, որպեսզի մեզնից վախենան։ Ահա թե ինչու համաձայն ռազմական պլանավորման երկու վերջին օրենքների եւ մանրակրկիտ ու համապարփակ վերլուծություններից հետո ես որոշել եմ Ֆրանսիան զինել նոր ավիակրով։ Այս լայնածավալ ծրագիրը մեկնարկելու որոշումը կայացվել է այս շաբաթ, ասել է պետության ղեկավարը։ Մակրոնը պարզաբանել է, որ դրա կառուցմանը կմասնակցի 800 ընկերություն։ Նախագահն ինքը պլանավորում է այցելել նավաշինարան, որտեղ նոր նավը կտեղադրվի 2026 թվականի փետրվարին։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սա Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Նազերի նավաշինարանն է։
Վաշինգտոնը չի պլանավորում Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի համար բյուջեից $60 միլիարդ տրամադրել դրամաշնորհների եւ արկային երաշխիքների տեսքով, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։ Սա կեղծ լուր է, ծրագրում ոչ մի տեղ չի նշվում, որ ԱՄՆ կվճարի $60 միլիարդ, նշվում է տեքստում։ Սակայն պետդեպարտամենտը չի հերքում պաղեստինյան անկլավը վերականգնելու ծրագրի գոյությունը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆը եւ ամերիկացի առաջնորդի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները մշակել են Գազայի հատվածի վերակառուցման առաջարկ։ Գերմանիան, Լեհաստանը եւ Չեխիան հայտարարել են Ուկրաինային, որ այն պետք է կանխի փախստականների մուտքը Եվրոպա, իր սահմաններից դուրս, հաղորդում է իսպանական El País թերթը։ Այս երեք եվրոպական երկրներն ընդունել են հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ թվով ուկրաինացիներին։ Յուրաքանչյուր երկիր տարբեր պատճառներ է բերել, բայց բոլորը Կիևին հստակեցրել են, որ իրավիճակը մոտենում է Ուկրաինայից փախստականները ընդունելու իրենց կարողությունների սահմանին։ Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրահանձնաժողովը դեկտեմբերին հաստատել է, որ ուկրաինացի փախստականների հարցումների թիվը կտրուկ աճել է այս աշնանը։ Բրյուսելը այս աճը կապում է օգոստոսին ընդունված կանոնակարգի հետ, որը պարզեցնում է 18-ից 22 տարեկան տղամարդկանց համար սահմանային անցման ընթացակարգերը։ Թերթը նաև Ուկրաինայի ժողովրդագրական իրավիճակը որակում է որպես աղետալի։ Խնդիրն ի թիվս այլ բաների այն է, որ երկիրը լքողների մեծ մասը երեխաներ ունեցող կանայք եւ երիտասարդներ են, մարդիկ, որոնք ունակ են հարմարվելու նոր կյանքին։ Ավելին, երբ ռազմական դրությունը վերացվի, 100,000-ավոր տղամարդիկ կարող են ցանկանալ լքել Ուկրաինան, արտասահմանում գտնվող իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը անհերդին տված հարցազրույցում ասել է, թե ինչն է ինքը համարում առաջընթաց Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Ես կարծում եմ, որ մեր արձանագրած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են, ասվում է հրատարակության մեջ։ Վենսը հավելել է, որ սկզբում ոչ ոք չէր ուզում ցույց տալ իր խաղաքարտերը, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուկրաինացիներն ու ռուսները իրական հասկացություն են ձեռք բերել այն մասին, թե ինչը չի կարելի բանակցել եւ ինչը կարելի է քննարկել։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆին եւ նախագահի փեսային Ջարեդ Քուշներին։ Իսրայելի պաշտոնյաները շաբաթավերջին Թրամփի վարչակազմին զգուշացրել են, որ Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի կողմից անցկացվող հրթիռային զորավարժությունները կարող են լինել Իսրայելի վրա հարվածի նախապատրաստություն, հաղորդում է Axios-ը հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով Իսրայելի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը շաբաթ օրը զանգահարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերին, հայտնելով, որ Իսրայելը մտահոգված է ԻՀԿՊ-ի կողմից մի քանի օր առաջ մեկնարկած հրթիռային զորավարժություններով։ Զամիրը Քուփերին ասել է, որ Իրանի վերջին հրթիռային տեղաշարժերը եւ այլ օպերատիվ գործողությունը կարող են նաեւ ծառայել որպես Թեհրանի կողմից անակնկալ հարձակման քողարկում։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իսրայելի զինված ուժերին սերտորեն համակարգել պաշտպանական միջոցառումների նախապատրաստումը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆի խոսքով ԱՄՆ կարծում է, որ Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության բանակցությունները Վաշինգտոնի եւ եվրոպական ներկայացուցիչների հետ արդյունավետ եւ կառուցողական էին։ Վերջին 3 օրերի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը մի շարք արդյունավետ եւ կառուցողական բանակցություններ է վարել ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ, գրել է նա X-ում։ Ուիթքոֆը նշել է, որ ամերիկյան կողմից նրա հետ բանակցություններին մասնակցել է ամերիկացի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը ներկայացրել են Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ Եվրոպական երկրների ազգային անվտանգության օգնականները նույնպես մասնակցել են բանակցություններին ռազմավարական մոտեցման շուրջ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դիրքորոշումները համակարգելու համար։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցել Բերլինում դեկտեմբերի 14-ին եւ տևել է մոտ 5 ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ին, որի ընթացքում հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Արամա վեհափար հայրապետը հայրապետական հռչակագրով 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի։ Այս մասին հայտնել են Մեծի տան ընկելի կաթողիկոսությունից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Թրամփի ուղի նախաձեռնության քննարկում, որին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը եւ Խազար Իբրահիմը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի հայտարարության մեջ։ ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաեւ Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Դռնփակ քննարկմանը կողմերը քննարկել են
թրիփ նախաձեռնության դերը, տարածաշրջանային կապի ամրապնդման եւ միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։ Ողջունում եմ ադրբեջանցի գործընկերների հետ փոխգործակցությունը, որ քննարկումներն այժմ ընթանում են զարգացման կոնկրետ նախագծերի ուղղությամբ։ Նման համագործակցությունը կարևոր է իրական տնտեսական եւ սոցիալական արդյունքների հասնելու համար, նշել է Նարեկ Մկրտչյանը։ Խազար Իբրահիմը նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Ադրբեջանցի դեսպանը նաև ընդգծել է, որ թրիփ նախագծի որպես միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողության ապահովումը կարևոր է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը Իզմիրյան բժշկական կենտրոնում է, նրան դեռ չեն վիրահատել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Հետազոտությունների փուլում է գտնվում Սրբազանը, նրա շաքարն է բարձր, փորձում են իջեցնել եւ հարակից այլ խնդիրները կարգավորել։ Եթե ամեն ինչ կարգին լինի, վիրահատությունը ամենայն հավանականությամբ կլինի շաբաթվա վերջում, ասել է Մարինե Ֆարմանյանը։ 2 տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։ Պաշտպաններն անգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։ Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։ Սարքավորումները տեղադրված են մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է քաղաքապետին։ Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը, դրանցից 35-ն արդեն տեղադրված են եւ գործում են, մինչեւ տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, այս մասին տեղեկանում են կառավարության լրատվական վարչությունից։ Վարչապետին Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սերովը եւ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտորովսկին։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ ԵԱՏՄ նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Վլադիմիր Պուտինին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին հյուրընկալության եւ ԵԱՏՄ նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի առաջին հոդվածի համաձայն ամանորը եւ ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին եւ 6-ին։ Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով, բացառությամբ կրճատ եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների։ Այսինքն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, նրանք կկարողանան դեկտեմբերի 30-ին 1 ժամ շուտ ավարտել աշխատանքը ամանորյա տոներով պայմանավորված։ Մեծ Բրիտանիայի խաղաղություն կնքելու փորձերը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ԵՄ մի շարք այլ երկրների հետ ձախողվում են, գրել է լրագրող Մարտին Իվենսը Bloomberg-ի համար հոդվածում։ Լրագրողի խոսքով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան ունի 2 ողջամիտ բանակցային գործընկեր, բայց դա այդպես չէ։ Թրամփի անողոք, պրագմատիկ եւ հաճախ անորոշ չափանիշներով բրիտանական դիվանագիտությունը կարծես որոշ չափով օգնության կարիք ունի։ Ֆրանսիական չափանիշներով Մեծ Բրիտանիան զուրկ է ռազմավարական կենտրոնացումից, նշել է նա։ Լրագրողի խոսքով Սթարմերը պայքարում է ԵՄ ՆԱՏՕ ԱՄՆ նախագահային ՆԱՏՕ-ում պահելու համար, հույս ունենալով կանխել Ուկրաինայի դավաճանությունը։ Միաժամանակ հույս ունենալով նաև ապահովել առևտրային համաձայնագրեր Վաշինգտոնի հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև փորձում է սերտ համագործակցություն հաստատել Ֆրանսիայի եւ ամբողջ Եվրոպայի հետ, բայց Լոնդոնը մինչև այժմ անհաջողության է մատնվել։ Եթե ԵՄ առաջնորդները եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջամիտ լինեն, նրանք կհասկանային, որ Ռուսաստանի կողմից ներկայացվող սպառնալիքը պահանջում է սերտ համագործակցություն միջուկային զենք ունեցող Մեծ Բրիտանիայի հետ։ Դժբախտաբար նրանք չեն կարողանում դա անել, կարծում է Իվենսը։
Չինաստանը դեմ է արտահայտվել վենեսուելական նավթ տեղափոխող տանկերի առգրավմանը։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը գրում է ՏԱՍՍ-ը։ Ամերիկյան կողմի գործողությունները այլ երկրների նավերը կամայականորեն կալանավորելու համար լրջորեն խախտում են միջազգային իրավունքը, ասել է դիվանագետը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Հոկտեմբերի 19-ին Լուվրից գողացել են ավելի քան 8000 ադամանտ եւ 200 մարգարիտ, հաղորդում է BFM TV-ն։ 4 րոպեանոց կողոպուտ եւ 88 միլիոն եվրո արժողությամբ գողություն։ Ընդհանուր առմամբ այդ պահին կողոպտիչները ունեն 8482 ադամանտ, 35 զմրուխտ, 34 շափյուղա եւ 212 մարգարիտ, որոնք զարդարում են գողացված 8 թանկարժեք զարդերը, ասվում է հայտարարության մեջ։ Թրամփի վարչակազմը նախընտրում է օգնել ամերիկացի թոշակառուներին, քան թե գումար ուղարկել Ուկրաինա, հայտարարել է փոխնախագահ Վենսը։ Մենք օգնում ենք թոշակառու տարեց ամերիկացիներին, այդ թվում վերացնելով սոցիալական ապահովագրության հարկը, քանի որ մենք հավատում ենք ծնողներին հարգելուն, այլ ոչ թե նրանց ամբողջ հարստությունը Ուկրաինա ուղարկելուն, ասել է Վենսը Արիզոնայում Turning Point USA պահպանողական իրավապաշտպան խմբի համաժողովում։ Դեկտեմբերի 3-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այլևս չի ծախսում իր սեփական միջոցները Ուկրաինային օգնելու համար եւ որ ՆԱՏՕ-ն զենք է գնում Վաշինգտոնից Կիևին մատակարարելու համար։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը լիովին հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը շարունակում է լիովին հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն, գրել է նա X-ում դեկտեմբերի 20-ին եւ 21-ին Մայամիում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ կայացած խորհրդակցություններից հետո։ Ամերիկյան կողմից Ուիթքոֆից բացի մասնակցել են ամերիկացի առաջնորդի փեսան ձեռնարկատեր Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան աշխատակից Ջոշ Գրուենբաումը։ Դմիտրիևը նախկինում լրագրողներին ասել էր, որ պատերազմ հրահրողները չեն կարողացել խափանել Մայամիում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները։ Նա նախկինում նշել էր, որ խորհրդակցությունները ընթանում են կառուցողականորեն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության շարունակությունը օգուտ է բերում միայն սահմանափակ թվով մարդկանց, մինչդեռ եվրոպացիներին խաղաղություն է պետք։ Ում է պետք այս պատերազմը։ Քաղաքական գործիչներին, ովքեր կարծում են, որ միջուկային տերությունը կարող է պարտվել մարտադաշտում, զենքի արտադրողներին, որոնք շահույթ են ստանում անվերջ հակամարտություններից, եւ բանկիրներին, ովքեր խաղադրույք են կատարում Ռուսաստանի ռազմական պարտության վրա, գրել է նա X-ում։ Շեշտել է, որ եվրոպացիները արժանի են ավելի լավին Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Հունգարիայի կառավարությունը հետևողականորեն պաշտպանել է նրա արագ կարգավորումը, բացառապես խաղաղ միջոցներով։ Սթիվեն Ուիթքոֆի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան նշանակվելուց կարճ ժամանակ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ Wall Street Journal-ի ցանկություն է հայտնել նրա հետ հանդիպել, սակայն պայման է դրել։ Հոդվածում նշվում է, որ Ուիթքոֆը պետք է Ռուսաստան մեկներ միայնակ առանց ամերիկացի դիվանագետների կամ թարգմանիչների։ Հրապարակման համաձայն հանդիպման առաջարկը Վլադիմիր Պուտինի հատուկ դեսպան Կիրիլ Դիմիտրիևը փոխանցել է Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մուհամմեդ բին Սալմանի միջոցով։ SJ-ին գրում է, որ Սթիվ Ուիթքոֆի մերձավոր արևելքում նոր նախագահի հատուկ դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր էր անցել, երբ նա հետաքրքիր հաղորդագրություն ստացավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից։ Կար միայն մեկ բան՝ Ուիթքոֆը պետք է ժամաներ միայնակ առանց ԿՀՎ գործակալների, դիվանագետների կամ նույնիսկ թարգմանչի, նշվում է հաղորդագրության մեջ, որը ծանոթ է հանդիպմանը։ Իր հերթին Ուիթքոֆն ինքը հրատարակությանը տված հարցազրույցում իրեն անվանել է գործարքների վարպետ։ Իսրայելը շարունակում է պաղեստինցիներին Գազայի հատվածից այլ երկրներ վտարելու իր փորձերը ԱՄՆ-ի աջակցությամբ։ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ադել Հաֆիզ Նոֆալը։ Արդեն եղել են տարբեր կազմակերպությունների միջոցով իրականացված կոնկրետ դեպքեր, այդ թվում մոտ 200 քաղաքացիների վերաբնակեցումը Հարավային Աֆրիկա եւ այլ երկրներ, ասել է նա։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Իսրայելի եւ Համասի պատվիրակությունները վերսկսել են անուղղակի բանակցությունները Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը անորոշության մեջ է, թե արդյոք հանրապետականները կպահպանեն ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններում, քանի որ նրա որոշ տնտեսական միջոցառումներ դեռևս լիովին ուժի մեջ չեն մտել։ Նա այս մասին հայտարարել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Տրամփը գովաբանել է իրեն ԱՄՆ միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավելու համար, պնդելով, որ այս գումարը կօգնի վերափոխել ամերիկյան տնտեսությունը։ Այնուամենայնիվ նա խոստովանել
արտաբանել է, որ չի կարող կանխատեսել, թե արդյոք սա քաղաքական օգուտներ կբերի հանրապետականներին հաջորդ աշնանը։ Ես չեմ կարող ասել ձեզ, ես չգիտեմ, թե երբ այս ամբողջ գումարը հասանելի կլինի վաճառքի համար, ասել է նա պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրապետականները նոյեմբերին կկորցնեն ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ հայտարարություն աներ, թե ոչ ակնհայտ տեսանելի է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին։ Չեմ կարծում, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես Հայաստանի միջին քաղաքացուց ավելի շատ եմ տիրապետում տեղեկատվության, ես չգիտեմ, թե Մոլդովայում ինչ է եղել, որ հիմա ասեմ Մոլդովայի սցենարն այստեղ կրկնվելու է, թե ոչ։ Այո, նման բաներ շատ հնարավոր են։ Դատական նիստից հետո դատարանում լրագրողների հետ զրույցում նշել է երրորդ նախագահը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է Հայաստանում էլ Մոլդովայի սցենարը կրկնվի։ Լրագրողի հարցին Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե 2026 թվականին Հայաստանի նկատմամբ խորհրդանշական քայլեր են լինելու, ինչ քայլերի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց։ Արդյոք կարծում եմ, որ ինքը այնքան տեղեկատվության է տիրապետում, որ կարող է ասել։ Բայց եթե խորհրդանշական բառը կա, ապա ձեզ համար դա կարևոր է, ինձ համար կարևոր։ Ինչ վերաբերում է հարցին, արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում կայացրել են, Սերժ Սարգսյանը պատասխանեց. երբ որոշում կայացնենք, այդ մասին կհայտարարենք։ Հիշեցնենք, որ Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Երևանը 2026 ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Կիրտի Վարդհան Սինգը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից մասնակցել է 220 Հնդկաստանի քաղաքացի։ Այս մասին հաղորդում է The Economic Times-ը։ Փաստաթղթում նշվում է, որ այդ անձին հավաքագրվել են ռուսական զինված ուժեր։ Հնդկաստանի կառավարության ջանքերի շնորհիվ նրանցից 119-ը վաղաժամ զորացրվել է, 26-ը զոհվել է, իսկ 7-ը անհետ կորած է համարվում։ Նյու Դելին ներկայումս ձգտում է եւս 50-ի վաղաժամ զորացրմանը։ Սինգը հայտնել է, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը նպաստել է 10 մահացած հնդիկների աճյունների հայրենադարձմանը, ինչպես նաև եւս 2-ի դիակիզմանը։ 18 զոհված կամ անհետ կորած հնդիկների ընտանիքների անդամների ԴՆԹ նմուշները տրամադրվել են Ռուսաստանի իշխանություններին մահացած հնդիկ քաղաքացիներից մի քանիսին նույնականացնելու նպատակով։ Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Արդարության շարժում կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, որն արդեն բանտում էր, դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար։ Այդ մասին հաղորդում է Պակիստանի ամենամեծ անգլալեզու թերթը Dawn-ը։ Նրա կինը Բուշրա Բիբին նույնպես դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշման մեջ նշվել է, որ դատավճիռ կայացնելիս հաշվի են առնվել Խանի տարիքը եւ կնոջ սեռը, ինչը հանգեցրել է ավելի մեղմ պատժի։ Քննությունը պարզել է, որ 2021 թվականի մայիսին Խանը օգտագործելով իր պաշտոնական դիրքը Սաուդիան Արաբիայի կառավարությունից նվեր է ստացել զարդեր, չի պահել դրանք պետական պահեստում եւ նվաճել է դրանց իրական արժեքից մոտավորապես 14 անգամ պակաս գին։ Դատարանը նրա մեղավոր է ճանաչել մի քանի մեղադրանքներում, այդ թվում պաշտոնական չարաշահման մեջ եւ նշանակել է տուգանք, որը չվճարելու դեպքում կբարձրացնի նրա ազատազրկման ժամկետը։ Եղանակը առաջիկա օրերին։ Դեկտեմբերի 22-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային 2-ից 5 մետր վարկյան։ Դեկտեմբերի 22-ից 23-ը սպասվում է քամուշ գնացում 17 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։